օգոստոսի 14-ին 20 թվականի գրել եմ մտավախություն կա, որ ադրբեջանցիները եւ թուրքերը քաղաքական որոշում կայացրել են արդեն Հայաստանի դեմ պատերազմ սկսելու առումով։ Ես դա քեզ գրել եմ եւ նույնիսկ բանավոր զեկուցել եմ։ Առաջարկել եմ ակտիվացնել մեր դիպլոմատիան, մեր պաշտպանության նախարարությունը կոնտակտների մեջ մտնի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, որ չկարողանան, որ չթողենք Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսի։ Ես հասկացնում էի, որ այն ժամանակ պատերազմի զսպումը միայն կարա լինի Մոսկվայի միջոցով։ Չլսեցիր։ Երբ որ սկսեց պատերազմը, դու ինձ ուղարկել էիր Մոսկվա, որ մեր տեսակետները մենք ներկայացնեինք Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանի որ գիտենք, որ Ռուսաստանում տարբեր բևեռներ կան, մեկը թուրքամետ է, մեկը հայամետ է եւ այլն, բայց մեր տեսակետը պետք է հաղթահարեր, ես դրանով զբաղված եմ։ Հոկտեմբերի 3-ին ես քեզ զեկուցում եմ, քանի որ դու ինձ խնդիր էիր դրել, որ Ռուսաստանը մեզ օգնի, ինձ պատասխանեցի։ Ձեր երկրի ղեկավարը դու խոսել ես այստեղի նախագահի հետ մի քանի անգամ։ Ոչ մի անգամ չես բարձրացրել օգնության հարց։ Մենք զինվորականներս պատրաստ ենք։ Թող դիմի, հենց դիմի կմտնենք։ Դու դա չարեցիր։ Չնայած նրան, որ ես քեզ համոզում էի։ Դրանից հետո ես քեզ համոզում էի, որ պարլամենտում սկսենք քննարկել մի քանի հարց։ Առաջինը, որ դիմենք Ռուսաստանի պարլամենտին մեր օգնության մասով, որը ինքը իր հերթին հենց դիմումը կհանդիսանար ճնշող գործողություններ, որտեղ Ադրբեջանը սպրտնած վախում էր։ Դուք եւ պաշտպանության նախարարը սկսեցիք խոսել ՕԴԿԲ-ից դուրս գալու հարցում։ Տարօրինակ է, չէ՞։ Չնայած նա, որ մենք համոզում էինք, որ դիմեք ՕԴԿԲ-ին։ Դուք այդպես էլ չդիմեցիք, ես հաստատում եմ Շոյգուի ասած։ Չնայած մտածում էի դիմել եք։ Փաստաթուղթը պատրաստել եմ ես եւ Վաղարշակ Հարությունյանը։ Ես խորհրդական էի, ինքը գլխավոր խորհրդական էր։ Տվել էին քեզ, որ դիմենք հապկին 4-րդ հոդվածի հիման վրա է, դա անմիջապես հապկը, այդ հոդվածը խոսում է նրա մասին, որ հապկը անմիջապես պիտի մտնի պատերազմի մեջ։ Դու եկալաք փոխիկ 2-րդ հոդվածի, որի համար մենք կռվեցինք իրար հետ, որը որ ընդամենը հապկի կոնսուլտացիաները պետքա լիներ, քննարկումներ պետքա լիներ։ Ինչի համար այդ քննարկումը չեմ հասկանում։ Ու այսօր մի 2-3 ամիս առաջ իմացա, որ դու այդ փաստաթուղթն էլ չես ուղարկել հապկ։ Փաստացի մենք չենք դիմել։ Բայց հետո հասկանալով, քանի որ ես քեզ ասում եմ, ժողովուրդ փաստաթուղթ են պատրաստում, որ հապկի դիտորդները մտնեն Հայաստան այդ փաստաթուղթ։ Հակառակը բերում ես եվրոպացիներն ես մցնում այդտեղ այդ դիտորդներին, երկարացնում ես իրեն ժամկետները, բայց միչև այսօր մենք չենք իմանում ոչ մի զեկույց, որը օգուտ է տվել դրանց կողմից Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ մի զեկույց, ոչ մի գնահատական Ադրբեջանի գործողությունների մասին։ Այդ դիտորդները չեն տվել։ Սա թռնելու է։ 2 օր առաջ
ամերիկացիները իրենք երբ որ մեկ էլ չգիտես խի Ամերիկայի